Դատեմ, ուզում եմ հասկանամ հասարակական լարվածություն կար, թե չէ, որովհետև ի վերջո հավատացյալ իսլամադավան էին եւ ուզում եմ նաեւ էլի մեր լսողներին ասեմ, որ չպատկերացնենք այդ հավատքը կամ իսլամական այդ իսլամին դավանելը այսօրվա տերմիններով։ Դարասկիզբեր մարդիկ շատ ավելի հավատացյալ էին, մարդիկ անգարագետ էին մեծ մասամբ եւ իրենց հիմնական կյանքի այս բարի ու չարի պատկերացումների, կյանքի նկատմամբ այդ նպատակադրումները ամեն ինչը այդ իսլամի կամ կրոնի շրջանակներում էր։ Հիմա անգարց գալիս է մեկը, որ լուծարում է դա։ Ուզում եմ հասկանամ լարվածություն կա թե չէ։ Այո, շատ կարևոր հետաքրքիր հարց է տալիս, բայց ով էր այդ մեկը, ով լուծարում է այդ ամենը։ Մինչև այդ լուծարելը ինքը ժողովրդի մեջ սկսում է ընկալվել որպես հերոս, որպես փրկիչ։ Նա փաստորեն մի անձ է, ով փլված պետությունը դարձնում է հանրապետություն։ Նա մի անձ է, ով չեղարկում է Սևրի պայմանագիրը։ Նա մի անձ է, ով հաղթում է թշնամիներին եւ այլն եւ այլն, եւ ժողովուրդը նրան իրոք հերոսականացնում է։ Եվ տես քո ասացի շրջանակներում ժողովուրդը երբեմն հերոսականացնում է Մուստաֆա Քեմալին կրոնական էպիտետներով, այսինքն նա նախ հռչակվում է անհավատներին հաղթող, այսինքն քրիստոնյաներին հաղթող, հետո նրան առաջարկում են ինքը դառնա խալիֆ, այսինքն ժողովրդի պատկերացմամբ անպայման պետք է լինի մի սուլթան եւ խալիֆ, եւ իր համար տարբերություն չկա, դրա անունը Աբդուլ Համիդ է թե Մուստաֆա է։ Իր համար հասարակ ժողովուրդը նախագահ Մուստաֆա Քեմալին ընկալում էր որպես սուլթան եւ նրան էլ նաեւ վերագրում էր խալիֆի հատկանիշներ։ Եվ երբ որ հենց այդ սակրալ անձնավորությունը սկսում է քանդել իսլամական տարբեր դոգմաներ, ընդ որում ինչպես է անում, այսօրվա տերմինոլոգիայով դա պոպուլիզմ է, բայց շատ այսպես պրիմիտիվ պոպուլիզմ, հաշվի առնելով, որ այդ ժամանակվա թուրքական հասարակության 85% եւ ավելին անգրագետ էին, այսինքն գրել կարդալ չգիտեին, եւ ինչպես էր, երբ որ նայում ենք Մուստաֆա Քեմալի քարոզը, որ ասում է ժողովուրդ պետք է հրաժարվենք արաբական այբուբենից, բայց ժողովուրդը ասում է ոնց դա Ղուրանի լեզուն է, Մուհամեդ մարգարեի լեզուն է, ոնց ենք հրաժարվում։ Հետո ասում է ժողովուրդ պետք է հրաժարվենք իսլամը որպես մեր պետության այսպես հիմք ընդունելուց, մենք պետք է ընդունենք իսլամական դոգմաների փոխարեն մենք պետք է ընդունենք քրեական օրենսգիրք, սահմանադրություն, քաղաքացիական օրենսգիրք եւ այլն։ Հետո ասում են ժողովուրդ մենք պետք է փոխենք իսլամական մեր հանդերձանքը, սիրելի տիկնայք, դուք այլևս գլխաշոր կարող եք չկրել, որը պարտադրվում է իսլամով, դպրոցները պետք է փոխենք, պետք է տղաներն ու աղջիկները իրար հետ նույն դասարանում սովորեն, ինչը իսլամով եւ Օսմանյան կայսրությունում արգելված էր եւ այլն։ Հագուստն է եվրոպականացվում։ Եվ ես հիշում եմ ինչ որ տուրի է գնում Թուրքիայում հենց եվրոպական հագուստով։ Ինքն էր անում, այսինքն այս 4 կետերը որ ասեցի, այբուբեն փոխել հագուստ, իսլամի դուրս մղում հասարակական քաղաքական կյանքից եւ հասարակությանը այսպես արևմտյան դեպի ուղղություն տանել, նա անձամբ էր անում եւ ինչպես էր անում։ Անողնով էր հերոսը։ Անողնով էր այդ գերբնական անձնավորությունը եւ ինչպես էր քարոզում։ Օրինակ ասում էր նայեք ինքը փաստորեն հանդես է գալիս եւ սուլթան, եւ խալիֆ, եւ օրինակ տարերի ստեղծող։ Ուրեմն երբ որ 28 թվականին առաջարկում արաբերեն այբուբենը փոխել լատինականով, նա շրջում է հանրապետությունով, Թուրքիա հանրապետությունով, եւ ասում է ժողովուրդ, ես ձեզ բերել եմ նոր թուրքական տառեր։ Իրեն ընկալում են, թող ինձ ների մեր սուրբը որպես թուրքական Մեսրոպ Մաշտոց։ Ասում է ցույց է տալիս լատինական այբուբենը, ասում է սա մեր նոր տառերն են, պաստառները այսպիսին են, Մուստաֆա Քեմալն է, գրիչով, արևի շողերը տառերն են եւ իր ոտքերի տակ արաբական այբուբենն է։ Եվ ցույց է տալիս արաբական այբուբենը, ասում է այս հերոգլիֆների պատճառով մենք դարեր շարունակ խարխափել ենք ուրեմն անգրագիտության խավարում։ Ուրեմն սա հանում ենք, բերում ենք սա։ Եվ արդեն հարցերը, որ միգուցե ոնց, բայց սա Մուհամեդ մարգարեի լեզուն էր, այսպես մեղմ են դառնում, որտեղ այս անողը Մուստաֆա ինքը կրում էր եվրոպական հագուստ, իր կինը, որ կարճ ժամանակ իր կինն եղել եւ իր շրջապատի կանայք կրում են եվրոպական հագուստ առանց գլխաշորերի եւ այդպես շրջում են գյուղերով, այսինքն պատկերացրեք մուսուլման հասարակությունը
տեսնում է հերոսին եւ տեսնում է հերոսի կերպարը մոդելը էլի վարկային մոդելը դառնում։ Այո, բայց հիմա քո հարցի հետ կապված ընդվզում կար թե չէ։ Անպայմանորեն ընդվզում կար, ընդ որում երբ որ նայում ենք այդ շրջանը, իմ կարծիքով երկու տիպի ընդվզում էր՝ գիտակցված եւ չգիտակցված։ Այսինքն թուրքական հասարակությունը զգում էր, որ մի բան այնպես չէ եւ ընդվզում էր, բայց երբ ընդվզում էր ապստամբությունների ձևով, փոքրամասշտաբ, լայնամասշտաբ, բայց երբ որ հետո հետաքննության ժամանակ հարցնում էին, թե ինչի է ընդվզել, բացատրությունը որպես այդպեսին չկար, նա ասում էր, ես տեսնում եմ, որ ինչ որ մի բան սխալ է, բայց թե ինչն է սխալ, այդպես չէր ընկալվում, եւ երկրորդ գիտակցվածը այստեղ է, որ բանալի բառն է։ Ընդվզումները ղեկավարում էին որոշ քաղաքական գործիչներ, ովքեր էին դրանք։ Այս ամենակարևորը որ պետք է դիտարկենք հետեւյալ երկու հարցերն են այս փուլի համար։ Մուստաֆա Քեմալը դարձավ նախագահ եւ այսպես մտավ անհամեմատելի մի կերպարի մեջ, որ ոչ ոք իր կողքը չկա եւ այդ շարժման տարբեր կարևոր դեմքեր, գեներալներ, քաղաքական գործիչներ մնացին ստվերում։ Ներկայացվեց, որ այդ ամբողջը արել է միայն ինքն է պետությունը փրկել։ Իսկ այդ ժամանակվա այլ գործիչները անտեսվեցին եւ այս անտեսված գործիչների քաղաքական ամբիցիաները բնականաբար պետք է ինչ-որ տեղ գտնեն։ Եվ երկրորդ հանգամանք, երբ որ Մուստաֆա Քեմալը սկսեց իսլամը դուրս մղել հասարակական քաղաքական կյանքից, շատ բնական առաջացավ հետևյալ հանգամանքը. իշխանությունը աշխարհիկ է, ուրեմն ընդդիմությունը պետք է լինի կրոնամետ։ Եվ ահա այս բանաձևը Թուրքիայի քաղաքական կյանքում իշխանության Եթե իշխանությունը իսլամամետ է, ընդդիմությունը աշխարհիկ է։ Եթե իշխանությունը աշխարհիկ է, ընդդիմությունը իսլամամետ է, սա դարձավ կարծես բանաձև։ Եվ ընդվզման օրինակներ բազմաթիվ այդ ժամանակ 24 թվականից սկսած տեղի ունեցան եւ ձևավորվեց առաջին թուրքական ընդդիմադիր կուսակցությունը, որի նպատակը ահա այս պահպանողականությունը, իսլամականությունը վերականգնելն էր, երբեմն նույնիսկ կոչեր էր արվում խալիֆայությունը վերականգնել, եւ այդ ընդդիմադիր առաջին կուսակցությունն էլ երկրորդն էլ ուղղակի տոտալ փակվեց